Իսկ ապարանում այդ խնդիրը շատ խորն է նստած, այսինքն դա մեզ ավելի խոցելի է դարձնում, որպես հասարակություն, արդեն արտաքին փորձում են մարդկանց էմոցիաների վրա քննադատորեն ինչ վերաբերենք, այդ ամեն ինչին, երբ որ դա անենք, ոնց որ հասարակությունը քիչ-քիչ կառողջանա, էլի։ Ողջույն հարգելի քաղաքացիներ, մենք շարունակում ենք Կանաչ ուղեգիծ ոդքասթների շարքը եւ խոսում ենք այս ընթացքում Հայաստանի տարբեր համայնքներում նախընտրական շրջանում արկա խոսույթների, տարածվող խոսույթների, երբեմն կեղծ նարատիվների, երևույթների մասին, որոնք վտանգում են ժողովրդավարական գործընթացները։ Ինչպես գիտեք, Կանաչ խորհուրդների դաշնություն էկոակտիվիստական շարժումը ինքը Հայաստանի տարբեր համայնքներում եւ մարզերում իրականացնում է դիտարկումներ, հանդիպումներ քաղաքացիների հետ եւ դրա ընթացքի վերաբերյալ մենք խոսում ենք ոդքասթներում, հայ։ Այո, եւ այս անգամ մենք հետաքրքիր կոմբինացիա ունենք, որովհետեւ մեր ցանցի երկու անդամներ, Անին, ով որ լրագրող է, եւ ընդհանրապես այս ընթացքում ինքը նաև դիտարկում է սոցիալական մեդիայում տարածվող տարբեր նարատիվները եւ Ազատը մեր ապարանի թիմի ներկայացուցիչ մենք մի կողմից կփորձենք համ ապարանի կոնտեքստը ավելի լավ հասկանալ ու այնտեղ տեղի ունեցող զարգացումները այս շրջանում, բայց նաև Անիի օգնությամբ էլ կփորձենք հասկանալ թե ընդհանուր առմամբ հատկապես սոցիալական մեդիայում ինչ տեսակի նարատիվներ ենք մենք դիտարկում, որտեվ շատ կարևոր է մեր մոտեցումը այնպիսին է, որ երկու ուղղությամբ ենք մենք աշխատում։ Մենք փորձում ենք մի կողմից այս համայնքային զրույցների միջոցով տեսնել մարդկանց տրամադրությունները, ինչպես են իրանք մեկնաբանում այս նախընտրական շրջանում տարբեր զարգացումները, բայց նաև հասկանում ենք, որ սոցիալական մեդիան էլ իր տեղը ունի ու փորձում ենք այդտեղ էլ հետևել, էլի տեղայնացված, էլի օրինակ, չգիտեմ, տարբեր համայնքների դեպքում տեսնել տեղական խմբերում ինչ տեսակի քննարկումներ, խոսակցություններ կան, այնպես որ այս տեսակի մոտեցում կունենանք այս զրույցին, ձեզ երկուսիդ էլ շատ մերսի այստեղ լինելու համար, եկեք նախ ապարանից սկսենք, ապարանի մասին մի քիչ պատմենք մեր դիտողներին, էլի մենք փորձում ենք այս զրույցներում ցույց տալ տարբեր համայնքներում մարդիկ ինչ ակնկալիքներ, սպասումներ, ինչն է իրանց ուզում, ու ապարանի դեպքում հետաքրքիր կլինի իմանալ, թե ինչն է զբաղեցնում մարդկանց միտքը ապարանում, ոչ միայն ընտրությունների հետ կապված, այլ ընդհանրապես։ Ապարանը միջին բնակչության թվականակով, խոշորացված համայնքը փոքր համայնք է, շատ մեծ չի, բայց ունի 20-22 բնակավայր։ Ու բավականին ոնց որ մեծ տարանջատված է, ծերված են համայնքները։ Ինչով են զբաղվում մարդիկ հիմնականում ապարանում։ Մարդիկ հիմնականում գյուղատնտեսությունն է, եւ անասնապահություն եւ բանջարաբուծություն։ Իսկ այդ տեսանկյունից հետաքրքիր է ինչա անհանգստացնում, հաշվի առնելով իրենց տնտեսական գործունեությունը, առօրյան ինչ խնդիրների մասին են հիմնականում մտահոգված ապարանցիները։ Գյուղական բնակավայրերում հիմնականում գյուղատնտեսությունից ստացված եկամուտի սպառման հետ կապված մեծ խնդիրներ կան, ինչը նաև երիտասարդ, հատկապես երիտասարդության շրջանում ստեղծում է այնպիսի միջավայր, որ մարդիկ ուղղակի ստիպված արտագաղթում են կամ զբաղվում են ոչ գյուղատնտեսական աշխատանքով։ Օրինակ, չգիտեմ, շինարարություն կամ տարբեր աշխատանքներ, որոնցից ավելի շատ եկամուտ կարան էլի գեներացնեն ընտանիք բարելու, սոցիալական վիճակը բարելավելու համար։ Ես գիտեմ, որ դու նաև որպես մեր բնապահպանական ցանցի անդամ նաև շրջակա միջավայրի խնդիրներով ես աշխատում, ինչ կառանձնացնես, ավելի էկոլոգիական շրջակա միջավայրի հետ կապված ինչ մտահոգություններ կան համայնքներում։ Ի տարբերություն խոշոր արդյունաբերական քաղաքների, ապարանում հենց նմանատիպ բաներ, գործարաններ, բնության վնասող, այսպես ասեմ, բնապահպանական մեծ խնդիրներ ստեղծող չկան։ Ու նաև հիշեմ, ասենք տարիներ առաջ, երբ որ նպատակ ունեի հողը էկո սերտիֆիկատ հանելու էլի, մասով այդ սերտիֆիկատ տրամադրող կազմակերպության հետ երբ որ խոսում էինք այդ մասին, ինքը ասեց ուղղակի տարածքում ընդհանրապես խնդիր չկա էլի, այսինքն հնարավոր է նաև Մելիք գյուղը Մելիք գյուղում կա ոսկու հանք, այս պահին չգործող է, լքված։
Պոչամբարով չրեկուլտիվացված, որը գնում է արտահոսքերով ուրա լցվում։ Սկզբից Միրաքի ջրամբար, հետո ընդերից Քասախ կետով դեպի Ապարան ջրամբար։ Այսինքն բունը ապարանում չկա, բայց համայնքում կա, Մելիք գյուղի պահով ուղղակի որպես sense ապարանի բնակիչ, հա, տարածաշրջանի բնակիչ, Մելիք գյուղը ինքը շատ երկար տարիներ ուղղակի ապարանից էլ նաև առանձնացված է եղել։ Ու վերջին խոշորացումից հետո ապարան խոշորացված համայնքի դրանից հետո էլի Մելիք գյուղը մնացել էր առանձին, ոչ ծաղկահովիտի մեջ էր, ոչ Ալագյազի, ոչ ապարանի, առանձին մի բլոկ էր։ Դրանից հետո մի անգամ եւս խոշորացվեց եւ միացավ հենց ապարան խոշորացված համայնքին։ Այսինքն դա հիմնական էս մի գյուղն է, բայց գյուղը ոնց որ նշվեց էկոլոգիական շղթան երկար է, էլի, այսինքն մի քանի գյուղեր է ինքը վերցնում ընդհանուր, այսինքն այդ ամբողջ գործընթացը որ կա եւ ամենավատը այդ ամեն ինչի մեջ այն է, որ հենց երևի թե այդ գյուղի էկոլոգիական խնդիրը ինքը անտեսված է, այսինքն ընդհանուր համայնքի կոնտեքստում, հա, այսինքն կարող ենք ասել էկոլոգիապես մաքուր համայնք, կարծես թե Մելիք գյուղը կամ նրա շրջակա բանը մեր համայնքի մեջ չի, այսպես։ Գալով այս դեպքում ընտրություններին, հա հաշվի առնելով համայնքի առանձնահատկությունները, գիտեմ, որ վերջի շրջանում ինչ-որ զրույցներ, հա, հանդիպումներ ունենում եք համայնքներում, հետաքրքիր է ձեր դեպքում ինչ սպეციფიկ միգուցե ինչ-որ նարատիվներ եք նկատում ընտրությունների հետ կապված, ինչից են խոսում մարդիկ, ինչից են անհանգստանում, կամ միգուցե հատկապես կեղծ ու մանիպուլատիվ նարատիվների տեսանկյունից ինչեր ես նկատում։ Ну կարող եմ ասել այսպես, որ բնակչության շրջանում հիմնականում առանձնացված է երկու առանձին բլոկ, իշխանական եւ ընդդիմադիր, այսինքն երրորդ ինչ-որ մի բան չի նկատվում։ Ու հիմնական ասենք նարատիվները կախված են խոսույթները, կախված են նրանից, թե ասենք կոնկրետ իշխանական մասը ինչ է ասում, դրա հետ կապված ու կոնկրետ ընդդիմադիր, այսինքն էլի գալիս եմ այն բանին, որ երրորդ ինչ-որ մի բանի ասած առաջարկած ինչ-որ մի բան ուշադրությունից կարծես հերթուս է։ Մեծ մասը որ տարածված է տարածաշրջանում, կարող եմ ասել էս, որ ինքնաբավ, այսինքն մենք ունենք կոնկրետ տեխնացու, չեմ անվանական չեմ ասի, բայց ասենք կա տեխնացու, որ մի քիչ ֆինանսապես ավելի ապահովված է, ասենք բնակչության շրջանում դա կարևոր դեր է ըստեյության տանում, որ այսինքն երբ որ ապահովված ես ինչ-որ մի բանով, հետագայում բյուջեից ինչ-որ մի բան վերցնելու կամ բանանելու ռիսկերը մի քիչ ավելի քիչ է։ Հետաքրքիր է, ես այս երկուսին էլ ուզում եմ շատ կարևոր անդրադառնանք, էլի, այդ մեկը անպայման խոսելը նրա մասին, որ կամ իրանք են, կարծես երկու բևեռ կա ու ինձ թվում է այս խոսակցությունը շատ է գնում, թեև սոցիոլոգիական հարցումներ էլ կան, որոնք որ ցույց են տալիս, հա, ինչ որ կոնկրետ ուժեր կան, որ ավելի մեծ բան են, հա, ձայների տոկոս են հավաքում, բայց ինձ թվում է մի քիչ վտանգավոր է, երբ որ մենք սա ընդունում ենք որպես փաստ, որ կարծես երկու բևեռ կա, որովհետև դա մարդկանց բան է դարձնում, էլի, դեմոտիվացնում է մտնել այս process-ների քննարկումների մեջ, որովհետև այն մարդիկ, ովքեր որ ասում են ոչ սրանք, ոչ նրանք, իրանք էլ խոսելու տեղ, արտահայտվելու տեղ չեն ունենում։ Այն ինչ որ դու ասում ես, հա, այդ երրորդ կողմի օրակարգերը ոնց որ չեն էլ մտնում հանրային քննարկման, այդ շատ պրոբլեմատիկ է, որովհետև ի վերջո ժողովրդավարությունը նրանով, երբ որ կա այդ բազմակարծությունը, կա տարբեր գաղափարների բախումը եւ այլն, երբ որ մենք վերածվում ենք ինչ-որ սև ու սպիտակի, դրանից ոչ մեկը չենք շահում, ավելի պարզապես ինչ-որ բևեռացում է հասարակության մեջ տեղ ունենում։ Դրա համար պետքա իրականում փորձենք հասկանանք այդ ինչ տարբեր օրակարգեր կան ու փորձենք մի պահ դուրս գանք, էլի, այս նախկին ներկա սև ու սպիտակ թալանչի դավաճան եւ նման խոսույթներից, այլ փորձենք ինչ-որ օրակարգային հարցերը քննարկման առարկա դարձնել։ Իսկ երկրորդի հետ կապված այդ կուշտ քաղաքական գործիչները, ովքեր որ չեն թալանում, հա, այս չգիտեմ որտեղից է գալիս, բայց ինքը այնքան թվում է թե տրամաբանական է, բայց այնքան սխալ բան է, որովհետև եթե տեսնես ամբողջ աշխարհում ամենահարուստ, չգիտեմ, բիզնեսները, միլիոնատերերն ու միլիարդատերերը ինչեր են անում, որպեսզի խուսափեն հարկերից, ինչեր են անում, որպեսզի հավելյալ եկամուտներ գեներացնեն եւ այլն, դու հասկանում ես, որ
ուղղակի այդ տրամաբանությունը, որ եթե շատ փող ունես, էլ ինչ որ նորից փոկելու կարիք չունես։ Մոտավոր ես գիտեմ որտեղից է այդ գալիս։ Այդ գալիս է երևի թե մեր 30 տարվա քրոնիկոնից, հատկապես մինչև 2018 թվականը, երբ որ հիմնականում սենց փոքր բնակավայրեր էին համայնքների եւ յուրաքանչյուրում մի հատ շեյխ էր նստած, հա, սենց իրեն պատկերացնում էր շեյխ, ու չէր փոխվում երկար տարիներ, ինքը շատ հարստանում էր, դղյակ էր կառուցում իր գյուղում, այսինքն ինքը այդպես գյուղապետ էր, կարծես այդ իծնե իր պաշտոններ, եւ տարբեր լծակներ ուներ, որպեսզի ժողովրդին ենթարկացնի, ժողովուրդը իրան ընտրի։ Մի մասը ազգականների մասով էր, մի մասը կոնկրետ ինչ որ շահի հարումով, մյուս մասն էլ ուղակի միգուցե ճնշելով կամ սեղմելով, հա, այսինքն ինչ որ տարբեր ձևերով։ Եվ այդ մարդիկ անընդհատ ընտրում էին, այսինքն նույն մարդուն, եւ եկել էր մի պահ, որ մարդիկ ընտրում էին, բայց չուզելով էին ընտրում։ Եվ որպեսզի իրենց ընտրությունը արդարացնեն, ասում են դե ինքը արդեն կերելա, պրծել, կշտացելա, որ ուրիշին ընտրենք, պիտի գա 0-ից սկսի, հա, ու դա համատարած, այսինքն տարածվել էր այդ նարատիվը, գյուղ առ գյուղ, տարածք առ տարածք, այդ նարատիվը տարածվել էր, եւ ինչ որ ասում է, իդեպ պետք է ասեմ, որ երևի այդ երևույթներից նաեւ այդ նախկինում ամենահարուստ տարածաշրջաններից մեկը ապարանն է եղել, որովհետեւ թույլ քաղաքացիական հասարակություն, այսինքն ակտիվիստական շարժումների բացակայություն եւ այլն, եւ անցումը, որ փոփոխությունը եղավ, միևնույնն է, այդ խոսույթը եւ մտածելակերպը մարդկանց մեջին դեր մնում է, այսինքն մենք այդ նույնը չենք տեսնի X ինչ որ այլ գյուղում, ասենք օրինակ Լոռու ինչ որ մի այլ գյուղում, բայց դա շատ հնարավոր է ապարանում, որովհետեւ մարդիկ դերևս շատ չեն առնչվել, հա, չգիտեմ, քաղաքացիական հասարակության կամ քաղաքացիական գիտակցությունը ավելի ընդլայնող կազմակերպությունների հետ, էլ այսպես ասած, կամ մարդկանց հետ, հա։ Եվ որպես այդպիսին այդ երևույթը միգուցե նաև ոչ ֆորմալ հիմա էլ շարունակվում է ապարանում։ Այսինքն միգուցե ճիշտ է, էլ գյուղապետ չի, բայց ինքը մնում է շեյխ իր գյուղում, եւ միգուցե ինքը դերևս իր գյուղում ինչ որ sense ասողի կարգավիճակում է, այսինքն որովհետեւ ունի էլի լծակներ տարբեր, էլի, այսինքն Ես զուտ ուզում եմ որպես դրան հակազդող կարևոր սկզբունք, որ կարևոր է հիմա մենք մեր խոսակցություններում անընդհատ շեշտենք, որ այդ չուտելը, լրացուցիչ, հա, հավելյալ չուտելը, կուշտ լինելը, ոչ թե անձով պետքա պայմանավորված լինի, այլ այդ հաշվետվողականության մեխանիզմով, այսինքն որևէ պաշտոնյա չի չարաշահի իր դիրքը, չի օգտագործի դա լրացուցիչ հարը ստանալու համար, եթե գործում են թափանցիկության, հաշվետվողականության մեխանիզմները ու եթե քաղաքացին ինքը հետևողական է ու պահանջատեր է, քաղաքացին ինքը տեսնում է խնդիրները, բարձրաձայնում է ու հա հետամուտ է լինում այդ խնդիրների լուծմանը։ Դա չպիտի երբեք թողնել ինչ որ մարդկանց բարի կամքին, որ ինքը տեսեք հարուստ է, ինքը այլևս չի ուտի։ Ինքը ոչ թե դա պետք է լինի բարի կամք, այլ դա պետք է լինի այնպիսի աշխատող մեխանիզմներ, ինստիտուտներ, որ հարուստ լինես, աղքատ լինես, sense տենես չկարողանաս այդ թալանը անել, հա։ Այդ մոտորապես նման է այն բանին է, որ ասում է թող մեր տեսած գելը մեզ ուտի, գայլը մեզ ուտի, հա, sense մի հատ բան կա։ Իրականում այստեղ եւս մի կարևոր հանգամանք է առաջ գալիս, ես երիտասարդների շրջանի մասին կխոսեմ, որ եւ այս նարատիվն է գործում իրենց մոտ եւ մյուս կողմից էլ լսել եմ կարծիքներ, որ ասում են դե որ հարուստ լինի, գիտես ոնց կպահի մեր քաղաքը, գիտես ինչեր կանի մեր քաղաքի համար, բայց դա շատ քիչ տոկոս են կարծում երիտասարդների։ Մեր մոտ նաև խնդիր կա այն, որ երիտասարդների մոտ մասսայական sense անտարբերությունը ու ինչքան էլ որ որոշ չափը ասում են դե ընտրենք որ ինչ որ մի բան լավ լինի, մյուս չափը ասում է ընտրենք ինչ է լինելու հետո։
Այսինքն սենց լիքը հարցեր կան, որոնց անորոշություն է, որոնց պատասխանները որևէ մեկը չի տալիս կամ իրենք չեն լսում այնպիսի մարդկանցից, որոնց պետք է կարող են վստահել, որովհետև ինչպես Ազատն է ասում, նախկիններ, ներկաներ բաժանումն է, ու երբ որ ասում ես խի է այդ բաժանումը, միանգամից ասում են, բա ում ընտրենք, որովհետև իրենց մոտ կա այդ անվստահությունը, բա ինչ անենք, ու Եվս մի շատ կարևոր բան այդ երիտասարդների հետ կապված, դե համացանցում հիմնականում երիտասարդները ակտիվ են լինում եւ այլն ու այն կոմենտները, այն տարածվող հոլովակները, այն տարածվող անգամ շատ վատ կոնտեքստով տարածվող, չգիտեմ, մեղադրական ինչ որ sense կոնտեքստով տարածվող տեքստերը եւ այլն շատ մեծ ազդեցություն է ունենում երիտասարդի վրա ու երիտասարդները չեն ուզում խառնվեն, ասում են մենք քաղաքականությունից հեռու ենք, քաղաքականության մեջ չենք մտնում։ Ու նույնը համայնքային տեսանկյունից է, էլի, համայնքի երիտասարդներն էլ ոնց որ կապ չունի քաղաք, հա գյուղ է, որտեղ ընդհանրապես էական չի, սա ընդհանուր Հայաստանի գլոբալ բան է, էլի, որ երիտասարդների մեծամասնությունը այդ նարատիվների մեջ։ Ինձ թվում է, այս ամեն ինչի դեղատոմսը այդ ամեն ինչի, այդ նույն, այդ ինչ որ դու ասեցիր, դրա մեջ եւ ապաթիա է, եւ թերահավատություն է, եւ կեղծ նարատիվներին հավատալը, եւ, չգիտեմ, գումարը դրամը մի այլ հարթության վրա գնահատելը, սա միախառնված է այդտեղ, բայց շարժիչ ինչ որ ուժ է, հա, պետք այդ ամեն ինչը փոխելու համար, որովհետեւ մենք անցյալ տարի էր, եթե Ազատ դու ինձ կհիշեցնես անցյալ տարի էր, երբ որ ցեմենտի գործարան էին ուզում կառուցեն երկու գյուղում ընդամենը մեկ երևանցի, այսինքն Երևանում բնակվող այդ գյուղերից մեկի սենց ասած թոր նույնիսկ, հա, ու տարիքով, երևի 50-ից ավել տարեկան, հա, որը որ ցանկանում էր այնտեղ туриզմ զարգացներ եւ կողքի գյուղերում էլ այլ գյուղատնտեսությամբ են զբաղվում եւ այդ մարդը ինչ որ մի երկար ժամանակ խոսեց դրա մասին սոցիալական ցանցերում, ակտիվիստական ցանցի հետ կապնվեց, ստացավ որոշակի, հա, խորհրդատվություն, աջակցություն մեդիա եւ ինքը կարողացավ մի գյուղ, այսինքն կազմակերպել, որոնք որ ասեցին ոչ, մենք չենք ուզում որ մեր գյուղում օրինակ կառուցվի այս գործարանը, որտեղ մենք ցանկանում ենք զբոսաշրջությունը զարգացնել մեր գյուղից։ Այդ տեսնելով մյուս գյուղը, կողքի գյուղը, այսինքն այդ օրինակը ունենալով, մյուս գյուղը առանց այդ մարդու համախմբվեց ու ասեց ոչ, մենք չենք ուզում մեր տարածքների վրա ինչ որ այդպիսի գործարան կառուցվի, որտեղ մեզ համար կարևոր է մաքուր գյուղատնտեսություն ունենալը։ Այսինքն միտեղ զբոսաշրջություններ, միտեղ գյուղատնտեսություններ, հա, այսպես խոսած։ Այսինքն ընդհանրապես մի այսպես առաջնորդի, որոնք մարդկանց ինֆորմացիա տվեց, ապարանում դրա պակասը կա, այսինքն ընդհանուր համայնքը վերցնել։ Մենք ապարանը ցավոք սրտի Հայաստանում բնակչության մեծ մասի համար ճանաչել է գնդունիկով։ Այսինքն ճանապարհով գնում ենք, գալիս ենք, շփվում ենք, չգիտեմ, լավ մարդկանց հետ, բարև ձեզ, շատ նրբանկատ են, համով բաներ ենք ուտում ու այլևս հեռանում ենք, հա, այսինքն դրանից ավել դա նաև ցավոք սրտի այդ երևույթը նաև քաղաքացիական հասարակության շրջանում է, այսինքն միակ ճանաչում են էլի գնդունիկով մեծամասամբ եւ այնտեղ հերավոր գյուղեր կան 22 գյուղ նշեց բնակավայր դրանց զգալի մասը չեն էլ մտնում, չեն էլ դուրս գալիս, հա, եւ մարդիկ իսկապես ինֆորմացիայի խնդիր ունեն, այսինքն նույն երիտասարդը այնտեղ սակավ ինֆորմացիայի հնարավորություններ ունի եւ դրա համար էլ այսինքն այնտեղ դա ավելի կարծրացած եւ նստած է այդ ամենը։ Այստեղ այդ հնարավորությունը ստեղծելու բանի հետ կապված ելիք վերադառնամ այդ հարուստի, հա, բանին, շատ կա նաև կարանք էլի ասենք ոնց որ նարատիվ, որ եթե հարուստը ունի շատ մեծ շրջապատ, միջավայր ու հնարավոր է ինչ-որ մի բան լուծի, հա, ինչ-որ հարցեր լուծող է։
ուստեղ արդեն երիտասարդը որ ինչ-որ մի բան կարա ինքը ստեղծի բանանի, արդեն այնտեղ պատրաստի ինչ-որ բան կա ու ինքը չի կարող հասնի տեղ։ Այսինքն այդ բարձր բանին, որ արդեն այդ մարդը օրինակ X մարդը ասենք հասել է, ինքը իրան անզոր է զգում այդտեղ հասնելու, հա։ Ոստեղ արդեն էլի խնդիր առաջանում էլի։ Հա, ու նաև անօգնական է շատ sense բանը դարձնում մարդկանց, էլի, երբ որ մեզ պետքա ինչ-որ առաջնորդ, որ ինքը հարցեր լուծող է, ինքը իր ռեսուրսներով ու բաներով պետքա գա ու մեր համայնքում երիտասարդների համար զբաղմունք ապահովի, դու երիտասարդին դնում ես այդ անօգնական անկարող դերում, որ դե սպասի ինչ-որ մեկը կգա քո համար քո հարցը կլուծի, այլ ոչ թե օրինակ մտածի ոնց է ընկերներիդ հետ կազմակերպվում ու համայնքապետարանին առաջարկ ներկայացնում, որ մեզ պետքա, չգիտեմ, սպորտային մարզահրապարակ կառուցենք մեր համայնքում, որպեսզի զբաղմունք ունենանք, հա։ Այս շատ հետաքրքիր է իմ համար այդ նաև այն տեսանկյունից, ոնց է այդ տեղական մակարդակում ձևավորված ինչ-որ պատկերացումները, ոնց որ դու նշեցիր, հա, ժամանակի ընթացքում այդ տարբեր ռեգիոններում ունենալը ազդեցիկ, հա, մարդիկ ու այդ մտածողությունը ոնց է հետո պրոյեկտվում նաև ամբողջ երկրում ընտրությունների ժամանակ, ոնց են մարդիկ մոտենում ընտրություններին։ Անի մի քիչ որովհետև նշեցիր, որ սոցիալական մեդիայում նայում ես, հա, էլ ինչ դու նարատիվներ ես տեսնում այս ընտրական կոնտեքստում, ինձ մի քանի հետաքրքիր բան նշեցինք, բայց եթե էլի ուրիշ բաներ նկատել ես։ Իրականում շատ հետաքրքիր է այն, որ փորձում են մարդկանց էմոցիաների վրա ազդել, մասնավորապես պատերազմի, երկիրը կորցնելու վտանգի ու հիմնականում սահմանամերձ գյուղերում ապրող մարդկանց հետ կապված, ինչա լինելու հետո այս հարցը բոլորի մոտ միշտ կա ու հենց այդ ամենակարևոր վախը, որը տարածվում է, դա պատերազմն է, իրականում սա գլոբալ է, բայց էլի տեղային մակարդակով էլի տարածվում է դա։ Մասնավորապես, երբ Ադրբեջանի քաղաքասարակության ներկայացուցիչները եկան Հայաստան, չէ, այդ ժամանակ ավելի սկսեց այս նարատիվը աշխատել, ասում էին, որ շուտով ամբողջ Ադրբեջանն է գալու, անգամ տաքսու վարորդների միջոցով ոչ միայն համացանցում, այլ նաև տաքսու վարորդների միջոցով էր այս ամեն ինչը տարածվում, թե այդ մարդը ինձ ասեց, մյուսն ստողին էլ է դա ասելու ու տարածվում է վախի մթնոլորտ։ Կամ երբ որ ադրբեջանցիները եկել էին, ինչ որ Հայաստանում հիշում ես, բան էին նկարահանել Ախուրյանում էր, թե որտեղ էր տարածքը չեմ հիշում, այս տան հետ էր կապված, որ սա իմ պապական տունն է եւ այդ ժամանակ ինչքան գնացին, հա, սովորական գյուղում նստած մարդը երբ որ դա տեսնում, հա, միգուցե նույնիսկ այդ պահին ինքը սարսափ զգա, էլի։ Ուղղակի էդ է կարևոր, էլի, որ այդ վախը ինքը դատարկ տեղը չի գալիս։ Այսինքն լրիվ արհեստական չի, մարդիկ ռեալ մտահոգություններ ունեն, մենք հա պատերազմի միջով ենք անցել, Արցախի կորստի միջով ենք անցել, դրանից հետո էլի մի քանի հարձակում Հայաստանի տարածքի վրա ու այս կոնտեքստում մարդկանց մոտ ռեալ է այդ անհանգստությունը ու պետքա, երբ որ մենք խոսում ենք մարդկանց հետ այս թեմաներով, շատ իրոք պետքա ընդունել ու հարգել այն, որ մարդիկ այս անհանգստությունները ունեն։ Սրա հաջորդ շերտը գալիս է այն, որ իսկ ինչ են անում տարբեր քաղաքական ուժեր ձեր այդ իրական անհանգստության հետ, իրական մտահոգությունների հետ։ Արդյոք դրան առաջարկում են ինչ-որ կոնստրուկտիվ լուծումներ, թե փորձում են, ոնց որ դու ես նշում, այդ վախի էմոցիան շահագործելով քեզ մղել, հա, ինչ-որ գործողությունների, նույնիսկ ոչ պարտադիր ընտրությունների տեսանկյունից, հա, ինչ-որ վերաբերմունքի վարքագծի տեսանկյունից, որը որ էլ ռացիոնալ չի, ինքը շատ ավելի բան է, հա, հեշտ մանիպուլացվող վիճակում ես դու հայտնվում, երբ որ դու վախից դրդված պետք է բանանես։ Այդ ըստեյության գալիս է չտեղեկացված լինելուց, sense եթե բանով ասեմ, էլի ապարանա, ոնց ասեցի, ասենք կենտրոնական համայնք է, հա, Հայաստանում, բայց բնակչության մեծ մասը, օրինակ, չգիտեմ, սահմանային որևէ համայնք չլինելով, կարա ասենք քննարկի վտանգների մասին։ Ու սեփական նախաձեռնությամբ թեկուզ, ասենք, չկնա օրինակ այդ սահմանային որևէ համայնք այնտեղ տեսնելու, ասենք, ինչ իրավիճակ է։ Եղել է շատ դեպքեր, օրինակ Կիրանցի դեպքերը, հա, եթե հիշեք, սահմանազատման Կիրանցը տվեցին կամ չգիտեմ ինչ, ասենք մարդիկ ուղղակի տունը նստած լսում են երկու կողմի։ Մի մասը ասում է Կիրանցը տվեցին, մի մասը ասում է այնտեղ ապահով է։
ասենք որևէ մեկը թեկուզ հենց սեփական, եթե ասենք ես երկրի քաղաքացի եմ ու մտածում եմ այդ երկրի մասին, գոնե ես կարամ չէ գնամ տեսնեմ ինչ վիճակ է այնտեղ։ Ասենք այդ ամեն ինչը չտեսնելով բանով ես կարամ կարծիք ուղղակի արտահայտեմ։ Բայց այստեղ գիտես ինչն է ամենակարևորը, որ կարծիքը ստեղծվում է, ռոպագանդվում է ու տարածվում է ու երբ որ գալիս է ընտրության պահը, շատ հետաքրքիր բան ասացիր, ես անգամ գովազդներ եմ տեսել, որ սենց screen եմ արել, մոտս պահել եմ, որ հասկանամ լավ, էս հետո ինչ է լինելու, էլի, ես նավսյակի սենց ամեն ինչ իմ մոտ միշտ պահում եմ։ Ուրեմն բաժանվում է երկու խմբի խաղաղություն եւ ոչ խաղաղություն ու այդ նաեւ արժանապատիվ խաղաղություն։ Արժանապատիվ։ Սենց մի հատ բան կա, հա, սենց արտահայտություն։ Իրականում ոչ իշխանությանն եմ ինչ որ բան ասում, ոչ ընդդիմության է, բայց այս պահին հենց այդ երկու նարատիվն է տարածվում, որ եթե իշխանությունն է խաղաղություն է գալու, եթե ընդդիմությունն է գալու է պատերազմը ու այդ քո ասացի կոնտեքստում այնքանով է տեղավորվում, որ այդ մարդիկ տեսել են պատերազմը, ոնց որ տեսել են Արցախի կորուստը եւ այլն ու իրանք վախենում են դրանից ու հաջորդ նարատիվ էլի սենց այս թեմայով լիքը նարատիվներ են գալիս, որ հենց ընտրվեցին կորցնելու ենք Հայաստան, չէ, հաջորդը Սյունիքն է, հետո ընդհանուր Հայաստանն է, այսինքն երբ որ դու իրականում ճիշտ ես ասում, որ մարդիկ ինչ որ բանի հիման վրա են այդ եզրահանգմանը գալիս, բայց երբ որ սրա մի հատ հակառակ կողմն էլ կա, երբ որ այդ տարածվում է ու մի հատ էլ կողքից ուրիշ բան է տարածվում, որ եթե իշխանությունը այս անգամ էլ ընտրվեց, ոնց որ հաջորդ քայլը լինելու է այն, որ բացվելու է սահմանները ու սկսելու է լավ առևտուր ու դա կօգնի, որ մեր սահմանամերձ գյուղերը չդատարկվեն։ Ստեղ գալիս ենք մյուս խնդրին, գյուղերի դատարկմանն ենք հասնում, որ հիմնականում անգամ կան գյուղեր, չէ, որ դպրոցը փակվում է օրինակ, որտեղ մնացել է մի աշակերտ, ով ավարտելու է։ Ուղղակի այս հետաքրքիր օրինակ ես բերում, որովհետև այս կարա գոնե մեզ տանի մի քիչ ավելի առողջ քննարկման դաշտ, երբ որ մենք ամեն ինչ դնում ենք բանի մեջ կամ ապոկալիպտիկ ինչ որ կործանման կամ ինչ որ կության, հա, նարատիվների մեջ, որ այս ինչը կլինի ու ամեն ինչ լավ կլինի, կամ հակառակը այս ինչը կլինի ու ամեն ինչ կատաստրոֆիկ վատ կլինի, դա երբեք մարդկանց չի տանելու գիտակցված ընտրության։ Ես ինչն եմ ուզում, որովհետև իրականում ոչ մեկ ոչ այն է հավատում, ոչ այն է հավատում, հա, կամ չի ուզում հավատա։ Բայց երբ որ դու տանում ես մի քիչ ավելի առողջ քննարկման, ինչա նշանակում հարաբերությունների կարգավորում, ինչա նշանակում խաղաղություն։ Մենք այնքան այս բառերի մեջ այնքան բան ենք դնում ամեն մեկս, բայց իրականում չենք խոսում դրա մասին։ Ամեն մեկը իր պատկերացրած վախերը, անհանգստությունները պրոյեկտում է ու դրանից ելնելով ինչ-որ որոշումներ է կայացնում։ Դրա համար ինձ թվում է շատ կարևոր է, երբ որ մենք խոսում ենք մարդկանց անհանգստությունների մասին, նախ ընդունենք, որ այդ անհանգստությունները կան, հասկանանք այս զրույցների ժամանակ, թե որտեղից են գալիս այդ վախերն ու անհանգստությունները։ Եվ մյուս մասով արդեն երբ որ խոսում ենք ինչ-որ այդպիսի կոնցեպտների մասին, ինչպիսին խաղաղությունն է, հարաբերությունների կարգավորումն է, ժողովրդավարությունն է, հասկանալ մարդիկ ինչ են դրա տակ հասկանում։ Որովհետև եթե ասում են հիմա խաղաղություն A կամ խաղաղություն չի, այդ կախված է նրանից, թե դու ոնց ես մեկնաբանում ինչա խաղաղությունը։ Եթե դու հիմա ասում ես ժողովրդավարություն A կամ ժողովրդավարություն չի, կախված է նրանից, թե դու ոնց ես մեկնաբանում։ Ու շատ կարևոր է, որ մենք այդ միջավայրը ունենանք այս երկրում, այդ զրույցները ունենալու, որովհետև հիմա շատ է բևեռացվել, դու ասում ես խաղաղություն է, ես ասում եմ խաղաղություն չի ու մենք էլ իրար հետ չենք խոսում, որովհետև դու այս մի քաղաքական թևին ես պատկանում, ես այն մի քաղաքական թևին։ Ու դա մեզ ավելի խոցելի է դարձնում որպես հասարակություն, արդեն արտաքին միջամտությունների տեսանկյունից, որովհետև հասարակությունը, որտեղ որ այս բևեռացվածությունը կա, դրսի կողմից շատ հեշտ է այնպիսի ինֆորմացիոն բաներ նետել, հա, մեդիա դաշտ, որ մենք երկուսը սկսենք էլի իրար հետ վիճել։ Այդ մեր խոցելիությունն է ոչ միայն, հա, ներքին մեր համերաշխության տեսանկյունից, այլ նաև խոցելիությունն է արտաքին միջամտության տեսանկյունից։ Իսկ այդ նպատակը հետապնդող երկրների պակաս ցավոք սրտի չունենք։ Ես որ ասացի, տենաս ոնց են մեկնաբանում, պատկերացրու ապարանում ինչ որ մի գյուղում մի հատ, չգիտեմ, հա, մի հատ թոշակառու մարդ նստած, որը նաև, չգիտեմ, հա, սովետական միության քաղաքացի էր ու լավ ռուսերեն գիտի, եւ տեսնում է, ասենք, օրինակ Ռուսաստանի, հա, արտաքին գործերի նախարարության մամլոք հարտուղար Մարիա Զախարովան, օրինակ եմ ասում, նայում է, որ կոչ անում, որ Հայաստանում պետքա ինչ որ կատարումը հակաժողովրդավարական, ինչ որ երևույթներ
եւ այլն, չգիտեմ, հա, կոչ անում, որպեսզի, չգիտեմ, ազատություններ լինեն եւ այլն, մի երկրի արտաքին գործերի, որտեղ ազատություններ ընդհանրապես չկան, հա, եւ բայց այդ մարդը դա լսում է արտաքին, այսինքն, հա, եւ ինքը կարող է ասենք իր պատկերացրած ժողովրդավարությունը Մարիա Զախարովայի ասած ժողովրդավարության կոնտեքստում, այդ շատ կարեւոր է, որպեսզի իսկապես մարդիկ հասկանան, որն է, չգիտեմ, ոչ ժողովրդավարությունը, որը ժողովրդավարությունը, որը զարգացող ժողովրդավարությունը, այսինքն այդ սահմանները մարդիկ պետք է լավ գիտակցեն եւ ամենակարևորը պիտի հասկանան, հա, այսինքն ինչ է տալիս իրենց ժողովրդավարությունը, այսինքն դա պետք է հասնի, իսկ ապարանում այդ խնդիրը շատ խորն է նստած, այսինքն եթե մենք վերցնենք գյուղեր, ինչպես նշեցի, մարդկանց հետ կամ քիչ են խոսել կամ իրենք քիչ են լսել։ Ու այդ ամենը մի քիչ ավելի խոցելի է դարձնում նաև համայնքներին այդ ճնշումների տեսանկյունից։ Ես կուզեի նաև ազատ մի քիչ, եթե նկատել ես ինչ-որ երևույթներ, որտեղ որ հա կարծում ես դա որոշակի ուղղորդում ճնշում ընտրողների նկատմամբ ինչ-որ քայլեր ձեռնարկելու դեռ ընտրությունների ժամանակ կա, բայց ամեն դեպքում կարծում եմ կարող է ինչ-որ բաներ նկատել ես, կիսվես։ Այս պահին ճնշումներ որպես այդպեսին չէ, բայց ոնց որ ըստ իս հասարակության մեջ նստած է մի բան, որ ասենք այդ մենք սովոր ենք լսել այն, ինչ որ մեզ հաճելի է, ականջահաճո է։ Ու երբևէ ասենք ինչ որ մի բան լսելուց, Օլեգի օրինակով, հա, օրինակ չգիտեմ, ինչ որ մեկը ինչ որ մի բան ասում է, մենք գոնե պետք է մեր մեջ գրաքննենք։ Քննադատորեն մի քիչ վերաբերվենք, հա, այդ ամեն ինչին, երբ որ դա անենք, ոնց որ հասարակությունը քիչ-քիչ կառողջանա, էլի։ Այսինքն մեզ պետք է առողջ հասարակություն, որ ամեն լսած բանին պետք չի ուղղակի, հենց այնց ուղղակի հավատալ։ Ու հավատնել գալիս է նրանից նախ տեղեկատվության պակասն է, ըստ էության, ու երկրորդը, որ ասենք այն մենք լսում ենք այն, ինչ որ մեզ ավելի հաճելի է։ Մենք կողմնորոշված ենք ինչ որ մի ուղղությամբ ու լսում ենք միշտ դա։ Հակառակ թևը երբեք չենք լսում, երրորդ կողմը երբեք չենք լսում։ Իսկ մա անին էլ կհաստատի, որ այդ սոցիալական մեդիան էլ հիմա ալգորիթմը ամեն դեպքում նենց է աշխատում, որ քեզ ցույց է տալիս հիմնականում այն, ինչ որ դու հավանում ես, հա, դու ինչ որ մի քանի բան լայքեցիր կամ երկար նայեցիր եւ այլն, ալգորիթմը դա հասկանում է ու քեզ սկսում է ավելի շատ հենց դրանից բերել ու դու հայտնվում ես պղպջակի մեջ, քեզ թվում է էսա ճիշտ իրականությունը, այն դեպքում որ մնացած ամեն ինչը ոնց որ դուրս է մնում, չէ՞։ Լրիվ համամիտ եմ ու իրականում, քանի որ մենք ունենք նաև մեդիագրագիտության պակաս, դրա համար էլ ստացվում է այս իրավիճակը, մարդիկ հավանում են մի հատ հոլովակ, որտեղ ուղակի վեճ է ու անգամ այնպիսի նարատիվներ են կամ նարատիվներ էլ չեն, ուղակի հայհոյանքներ են կամ այլ ինչ-որ ու քաղաքական կոնտեքստով է այդ ամեն ինչը, իրենց բնականաբար գնալու են նման հոլովակներ, նման նյութեր, ու իրենք կոպիտ ասած սնվելու են մի նյութից, որը իրենց ոչինչ չի տալու։ Միայն տալու է կամ սխալ ընտրություն կատարելու բան, գաղափար, չգիտեմ, իրենք գնալու են ինչ-որ ընտրություն անեն կամ ասելու են լավ էս ինչ երկիր է, ինչ ընտրություն, ուր գնաս, ինչ անես, խի ժամանակդ վատնես այնց բաների վրա, կամ ասելու են թողել եմ այս երկրից գնամ, այս ինչ երկիր, այսինքն հիմնական բաները էս են, որ հենց համացանցում էլ որ տարածվում է, չնայած որ հիմա բավականին լավ կարելի ասել գրեթե բոլոր բաները խմբերը, հա, փորձում են լավ գովազդներ անել ու կարողանում են իրենց ճիշտ լսարանը գտնել ու այդ շատ կարևոր է համացանցում հիմա, որից կարողանում են օգտվել ռիլերի տեսքով, ինչ որ հետաքրքիր եւ իշխանություն եւ ընդդիմություն եւ մնացած բոլոր խմբերը, էլի, ու կարողանում են գտնել իրենց թիրախային լսարանը ու դա հիմնականում մեծահասակներն են։ Իսկ երիտասարդներն էլ ոնց որ սկզբից ասացի, այդ անտարբերությունն է իրենց մեջ ու այդ կոնտեքստից sense կտրված փորձում են ամեն ինչից հեռու ապրեն ու այդ շատ բան է։ Ու իսկ թվում է իրանց ուղված ուղերձներն էլ շատ հաճախ հենց լինում է այդ անտարբերությունը ամրապնդելը, որովհետև շատերին պարզապես ձեռ է տալիս, որ երիտասարդները տենց էլ չմասնակցեն փոփոխություններ բերող։ Հա, ու ինձ թվում է շատ տարբեր կողմերի է դա ձեռնտու, զուտ ելնելով իրանց մտածողությունից, իրանց արժեհամակարգից ցանկալի կլինի իրանց համար, որ երիտասարդը ընդհանրապես չմասնակցի, որովհետև երիտասարդը ինչքան դուրս է մնում քաղաքական process-ներից,
ոնց որ նշում ես, այդքան փոփոխության բանը պոտենցիալը նվազում է, որովհետև այդ նոր էներգիան, նոր գաղափարները ի վերջո երիտասարդությունն է բերում։ Եթե երիտասարդը համարում է, որ քաղաքականությունը իր հետ կապ չունի կամ ինքը կապ չունի, այդ շատերին այդպես էլ թողում է։ Մի հարց, եթե սխալ եմ ասում, Ազատ ինձ կուղի, ինձ թվում է երիտասարդությունում կոնկրետ ապարանի կոնտեքստում։ Նաև մտածում եմ, որ ինքը քաղաքականությունից լավ է հեռու մնա, այսինքն չզբաղվի քաղաքականությամբ, դա էլ հա նստածրել են իր մեջ, այսինքն տարիներ շարունակ, օրինակ կարող է եղել է մի սերունդ կամ, չգիտեմ, իրենց ծնողներն են անցել դրանով, որ շարից փորձանքից հեռու լինենք, չխոսանք, որովհետև ժամանակները վատն են եղել, այսինքն կարային մարդու մի հատ խառնվելու համար շատ ուժեղ պատժեն տվյալ մարդուն, եւ իրեն ասել են, որ ավելի լավ է հեռու լինես, այսինքն ռուսները խոսք ունեն «Մայա խատը սկրայու», այսինքն ես չխառնվեմ, ու դա կարծրացել է, ամրացել է, ու այնքան է շատ ամրացել, որ նույնիսկ ապարանում հստակ քաղաքացիական ակտիվությունն էլ է, որպես քաղաքական գործընթացի մաս ընկալվում, եւ ընդհանրապես երիտասարդությունը փորձում է ցանկացած ակտիվությունից հեռու մնալ, այսինքն դա է պետք կոտրել, դրա վրա երկար աշխատել են, դե հիմա էլ կան խմբեր, որոնք որ բնականաբար դրա վրա դիվիդենդ հավաքելու են, այդ թեմայի մեջ կարող ասեմ 18 թվականի հեղափոխության ժամանակ, երբ որ ասեք երիտասարդությունից ուզում էին մասնակցեին այդ հավաքներին, ուղղակի ծնողների կողմից բաներ գալիս, թե գործ չունեք էլի հետապնդումներ կարող լինեն եւ այն, որտեղ եղել են մարդիկ, տեսել են, վախել են ու տենց էլ դա մնացել է, ինչպես նշեցի ամենասկզբից, իհարկե 2 ամիս ժամանակ ունենք, բայց այդ 2 ամիս ժամանակը պետք է մաքսիմալ օգտագործել, բայց այսինքն ապարանում տվյալ տարածաշարժ երկարաժամկետ կտրվածքով պետք է շատ երկար աշխատանք կատարել հասարակության եւ այս առիթը մեր համար ընդունելու նաեւ որպես քաղաքասարակություն, որ ոնց որ դու նշեցիր, շատ մեծ բաց է մնացել ու անտեսված է եղել ու շատ կարեւոր է ազատ քո նման մարդկանց նաեւ ներկայությունը այնտեղ ավելի ակտիվ քաղաքացիների, ովքեր որ չեն խուսափում այս քաղաքականության մասին խոսելու, որովհետև դրանով ինձ թվում է նաև դու ինչ որտեղ օրինակ ես ծառայում, որ կարելի է այս թեմաների մասին խոսել ու պետք է այս թեմաների մասին խոսել։ Ու խոսքը միայն այս ընտրությունների մասին չի, կա տեղական ընտրություններ, բայց նույնիսկ եթե ընտրությունները հանենք, կյանքը ինքնակազմակերպելու համար մեզ պետք է որ մարդիկ ակտիվ մասնակցեն, իսկ դա քաղաքականություն է, դա քաղաքական process-ներ են, եւ եթե երիտասարդությունը, ոչ միայն երիտասարդությունը, եթե կարծրացած մտածելակերպը չփոխվի, ստացվում է մենք հասարակությունում մեր երկրում ունենք մի մարդկանց զանգված մի տարածաշրջան, որը որ ուղղակի չի մասնակցում այս երկրի ապագայի, այս երկրի կյանքի կառավարման որևէ գործընթացի, ինչը շատ ափսոս է համ այդ մարդկանց համար, համ էլ ափսոս է մեր համար, որովհետև այդ պոտենցիալը գաղափարները ի վերջո կտրվում են ու դուրս են մնում, էլի։ Ցանկացած ռեժիմին այդպիսի իրավիճակը ոչ ժողովրդավարական ռեժիմին կամ խմբին ներքին թե արտաքին երազելի իրավիճակ է, ասես, երանելի։ Իրականում համամիտ եմ ու ամենակարևորը այստեղ այն է նաև նշելը, որ այն մասն էլ ովքեր որ մասնակցում են, հիմնականում ասֆալտ տեսել են ասֆալտը արված, ասում են դե շատ լավ է գնանք մասնակցենք կամ վայ մեր գյուղի մանկապարտեզը սարքեցին, գնանք մասնակցենք, ընտրենք մեր գյուղի համար լավ բան են արել, մեր քաղաքի համար լավ բան են արել, բայց որևէ մեկը չի ասում մի հատ ռազմավարական պլան է բացել նայել, այս մարդիկ սրա համար են ընտրվել։ Այս մարդիկ պիտի անեին սա։ Չէ, դե կարան չանեին։ Օրենքը չի պարտադրում, որ պարտադիր անես։ Հա, բայց համայնքի համար որևէ լավ բան անելը։ Չէ, ասածը ճիշտ է, բայց շատ համայնքներ կան, որոնք ունեն գրած, բայց չեն էլ անում։ Ուզում եմ ասել, որ դա միշտ է։ Պետք է ընդունել, դա նորմալ է, ասելը, որ այդ գործը արվել է, լավ է արվել ու դա պետք է ընդունել, չէ, բանը լավ չի արվել, պետք է նշել ու այդ շատ կարևոր է, որ բան չդառնա, էլի աշխարհի վերջը չդառնա, երբ որ դու քննադատում ես իշխանություններին ընդհանրապես, բայց օրինակ ասում ես, գիտես ինչ, լավ են արել, այս մանկապարտեզը սարքել են, կամ հակառակը, հա, դու քննադատում ես ընդդիմությանը, բայց ասում ես, գիտես ինչ, հետաքրքիր գաղափար է ասում։
այդ նորմալ է, պետքա նորմալացնենք այդ բևեռացվածությունը, էլի հա սրա մասին խոսել ենք։ Շատ բան է դարձնում մեզ, փակում է մեզ, հա, մենք սկսում ենք ինքնացենզուրա անել, չխոսել ինչ-որ տարբեր գաղափարների մասին, որտեղ մտածում ենք սա կընկալվի այն մյուս բևեռի կողմից որպես բան, հա, ես այս ինչական եմ կամ ես այս ինչական եմ ու ինչ-որ բան ենք դառնում, էլի սկսում ենք լռել, չխոսել։ Այս համատեքստում նաև մի կարևոր բանի մասին կուզեի խոսել, որ ասենք համայնքներ կան, որ այդ նույն համանկապարտեզների կամ ասֆալտի, չգիտեմ, ասենք նմանատիպ ծրագրերը մեծ մասշտաբի ունեցող, հա, որ ֆինանսական շատ լուրջ ներդրումներ են պահանջում, ասենք համայնքի իր ուժերով չի կարող անի ու դա ասենք պետական աջակցությունական որևէ կազմակերպության կան համայնքներ, որ այդ ամեն ինչը ուղղակի բերում են հենց համայնքային մակարդակ։ Բայց էլի նույն բնակիչը ինքը չի նայում, որ ասենք համայնքային ամբողջ բյուջեն էլ եթե տնենք, օրինակ այդ մի մանկապարտեզը հնարավոր չի կառուցել։ Ու նույն մանկապարտեզների կամ նման էլի նույն ծրագրերի մասով, հա, եթե ասեմ, շատերը այս ընտրության նախաշեմին այդ ամեն ինչը կապում են հենց ընտրությունների հետ։ Այսինքն պետք է ավարտվի մինչև ընտրությունները կամ չգիտեմ, էս էլ էլի խոսույթներ են, բայց որը իդեպ դա էլ է, չէ, այսինքն կեղծ նարատիվ է, որովհետև նայ կարող է հիմա արվում, բայց մի տարի առաջ էլ է, չէ, արվել։ Այսինքն ես կամ օրինակ երկու տարի առաջ էլ արվել։ Երևանից այդ օրինակը բերեմ, քաղաքապետարանը տրոլեյբուսներ է գնել անցած տարի, այդ տրոլեյբուսները հիմա են գալու ու սոցիալական մեդիայում ասում են դե ամեն ինչ անում են, որ միջև ընտրություններ հասնեն այդ տրոլեյբուսները։ Հա, բա ինչքան շուտ հասնեն, այդքան լավ։ Ուրեմն ասեմ, հո չէին ասելու, եկեք ընտրությունները անցնեն, հետո նոր տրոլեյբուսները գան, որ մեզ չհասեն։ Հետո մի հատ ուրիշ բան էլ կա, ի վերջո եւ տեղական իշխանությունները եւ պետական իշխանությունները, այսինքն իրենք քաղաքական մարմիններ են, եթե իրենք մի բան են պլանավորել, բնականաբար շահագրգռված են լինելու, որպեսզի շուտ հասնի, որովհետեւ իրենք քաղաքական մարմիններ են, էլ, այսինքն քաղաքականությունն է իրենց ձևավորում, իրենք քաղաքական ուժ են ներկայացնում, այսինքն ցանկացած իշխանություն շահագրգռված կլինի, որպեսզի դա շուտ իրականացվի։ Բայց հա, այսինքն մի տարի առաջ էլ երևի թե անում էին, միգուցե, հա, նու որոշ շրջանակներ, եթե ասենք, չգիտեմ, ասֆալտը արվել, հա, չգիտեմ, հա, բացի են, որ ասֆալտը կարող է անորակ արվել, բայց չէին կապում, չէ, ընտրությունների հետ, բայց հիմա այսինքն ինչ էլ արվի, կապելու են ընտրությունների հետ։ Իմիջիայլոց ընտրությունների հետ ապարանի հետ կապված նաև համացանցում երբ որ տարածվում էր ապարանի զարդարանքները եւ այլն, գրում էին շուտով ընտրությունները, հա։ Այս տարի եկող տարի ընտրությունները դրա համար ցենց լավ զարդարել են։ Ու այս կոնտեքստում նաև էս է կապնում։ Բայց ապարանը միշտ էլ առանձնացել է զարդարանքը։ Հենց այդ է ես դրա համար տեղացուն հենց հարցրեցի, ցենց զարդարանք եղել է, մոտավորապես ցենց զարդարանք ա եղել, չեմ ասում ամբողջությամբ այսպես, բայց եղել է զարդարանք։ Այս կոնտեքստում համամիտ եմ, որ հա տարածվում են նարատիվներ, բայց թե այդ սկզբնաղբյուրը որտեղից է, թե ով է այդ բոցը տալիս, վրան էլ մարդիկ բենզին են լցնում, որ այտենց վառվի։ Բայց որ նարատիվ տարածողները իմանան, որ կա Մեծն Քրդստանի պատմական քարտեզ, այսպես են բնորոշում, կամ ապագա Մեծ Քրդստանի պատմական քարտեզը, որի մեջ է ապարանը։ Բա որ այդ իմանան, ինչ կանեն հիմա։ Կարող դրա համար չեն մասնակցում ապարանը։ Okay, շատ մերսի ժողովուրդ, ինձ թվում է շատ կարևոր է, որ նաև ապարանի պերսպեկտիվան բերեցինք ու ծանոթացանք ու հասկացանք ինչքան մեծ աշխատանք ունենք անելու, այնպես որ կշարունակենք մեր ուշադրության կենտրոնում պահել ապարանը, ինչպես եւ մյուս համայնքները ու կշարունակենք փորձել գտնել այն լավ լուծումները, ինչպես կարելի է ի վերջո քաղաքացիական ակտիվությունը խթանել երկարաժամկետ առումով ապարանում, ոչ միայն ընտրությունների հետ կապված, այլ մեր ժողովրդավարության ու պետականության համար։ Ինձ թվում է շատ առանձնահատուկ է այս պահին, հա, այսինքն հենց ապարանի մասին խոսելը ու շատ հետաքրքիր էր, ու իսկապես ապարանում շատ անելիքներ կան, հենց որ մի խոսքով դեր կտեսնվենք, այո, ապարանի մասին էինք խոսում, հարգելի քաղաքացիներ, կտեսնվենք շուտով, կարող եք մեզ հետևել Քաղաքացու մեդիա հարթակի սոցիալական ցանցերով, YouTube-յան ալիքով, cvmedia.am կայքով։ Իսկ ապարանում
այդ խնդիրը շատ խորն է նստած, այսինքն Դա մեզ ավելի խոցելի է դարձնում որպես Հետաքրքիր է այն, արդեն որ արտաքին փորձում են մարդկանց էմոցիաների վրա քննադատորեն ինչ վերաբերենք, հա, այդ ամեն ինչին, երբ որ դա անենք, ոնց որ երկիրը կորցրել հասարակությունը քիչ-քիչ կարողանա, էլի։